Պարոն Ղազիմյանը, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում նշել է, որ Հայաստան էլեկտրական ցանցերը պետականացվելու է եւ տրվելու է կառավարման մասնավորի կողմից։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Մեկնաբանում եմ նախ առաջինը, որ դեռևս արբիտրաժի որոշումը չկա մեկ, երկրորդը Արաքելյանի վարչական դատարանը մեր հայցը մասնակից բավարարել է 7 կետից 4.5-ը բավարարել էր։ Նա վերաքննություն է գտնվում, նախ հարց թե ինչ են անելու, եթե այդ դատարանները օգուտ աշիտ կապիտալի որոշում կայացնի, եւ երկրորդը մենք շատ վատ փորձ ունենք կապված հավատարմագրային կառավարման տալու հետ, օրինակ Գյուրիաջուրը տրված հավատարմագրային կառավարման եւ անգամ կառավարությունը ընդունում է, որ խնդիրները ներդրում չանելուց է, ներդրում պետք է անի պետությունը։ Հիմա նախ պետք է պարզել, թե այդ կազմակերպությունը իշխանով է վերցնելու եւ տարեկան մոտարապես 40-50 միլիարդ ներդրումային ծրագիրով իրականացնել։ Ենթադրում եմ, որ այդ ընկերությունը չի իրականացնի, որովհետեւ իր սեփականը չի, պետք է վերջը շահույթ ունենա։ Պետությունն չունի այդ հնարավորությունները իրականացնելու եւ երկրորդ տարբերակը արդյոք կա այսպես հարց իրենց կա այն միջազգային ընկերությունը, որը պատրաստ է դեռևս վեճի փուլում գտնվող ընկերությունը, այսինքն ոչ թղթով գերակաշարժ ճանաչում պետականացնում են, այսինքն նույն թեմայից է ինչ որ ես ասում եմ։ Խլում եք, որովհետեւ ազգային ժողովը ձերն է, ձերն է, ձերն է, բայց արդյոք հեղինակավոր միջազգային կազմակերպություն գտնվի, որը այս փուլում կհամաձայնի դա ձեռք բերի կամ վերցնի կառավարման։ Միակ տարբերակը ես կարծում եմ կամ մեր երկու մեղմ ասած ոչ բարեկամ պետություններից կամ այլ պետությունում գրանցված, բայց այդ երկու պետությունների կողմից ֆինանսավորվող կազմակերպություն կարող է լինել։ Կապիտալը ինչքան է գնահատել։ Կներեք, որ Թուրքիային նկատի ունի։ Ադրբեջան։ Ճիշտն ասած, նախորդ առաջարկել ընկերությանը։ Բանակցությունների փուլի գնահատումը կա դուք գիտեք, այս նորը ես չգիտեմ։ Պարոն Ղազիմյան, ժամանակավոր կառավարիչում, ասեմ, դեռևս գնահատման պետք է տրվի։ Հիշում եք, ես դեռևս 1 տարի առաջ ասում եմ, որ մենք պնդում ենք, որպեսզի դա տրվի միջազգային հեղինակություն ունեցող ինչ-որ կազմակերպության գնահատման, որտեղ իմ կարծիքով Հայաստանի Հանրապետությունում չկա այդ մասշտաբի ընկերության գնահատող կազմակերպություն։ Եթե պետք է գտնեն մեկին ճնշելով իրենց ուզես թիվը ստանան, դա շատ հանգիստ կարող են անել, բայց եթե դա չարեցին, դա եւս մեկ կասկած է ունենալու այդ գործարքի մեջ ամբողջ իր ընթացքում։ Ժամանակավոր կառավարիչը Ռոմանոս Պետրոսյանն ասում է Կարապետյանները մեր հետ կապի դուրս չեն գալիս, խորհրդի նիստերին չեն մասնակցում, տարածքային կառավարման նախարարությունում հենց քննարկում էր հանրային, ներկա չեն գտնվել, որևէ ձևով կապի դուրս չեն գալիս։ Ինչի՞ չեք խոսում, ինչի՞ չեք ասում ձեր դիրքորոշումը, թեկուզ խլելու հետ կապված, որ դուք պնդում եք, որ խլում են հետը։ Նորից մնալով բարեկրթության պայմանավորվածության սահմաններում ոնց են ասում, մի ասեք սուտ են խոսում, ասեք ճիշտ չեն խոսում։ Հիմա 14 րոպեանոց հանրային լսումների ժամանակ մեզ չեն հրավիրել։ Միշտ եղել է այսպիսի պրակտիկա գրավոր ծանուցել։ Այս պարագայում տնօրենների խորհուրդը սեփականատերը չի ծանուցել։ Իրենք ասում են կայքում դրել են իմանայք։ Երկրորդը քաղաքացիները ներկա չեն եղել, չնայած այնտեղ նշվել է, եթե իրենք իրենց համարում են հայաստանյան քաղաքացի, այդ առումով են նշել, որ ներկա եղել նաև քաղաքացիներ, իրավական առումով ճիշտ է։ Երրորդը, եթե ի սկզբանե 1 տարվա ընթացքում այդ գործընթացը սկսում են ազատել աշխատանքից 30, 40, անգամ 50 տարվա պրոֆեսիոնալների եւ բերում են իրենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության մարդկանց, որոնք չեն հաջողվել ինչ-որ ընտրություններում կամ մնացած են։ Եթե սկսում են կեղծ ստահոդ զրպարտիչ տեղեկություններ տարածել մեր ղեկավարի նկատմամբ, այսինքն այստեղ գործընկերային հարաբերությունների պահպանելու նորից գնդակի իրենց դաշտում է։ Իրենք գնացին հակառակ ճանապարհով։ Ինչ վերաբերում է երկու առաջվա հայտարարությանը, որ ցույցում 260 միլիոն, հա, տնօրենների խորհրդի աշխատող, ախր մենք այստեղ ես օրինակ այստեղ պետք է զորեմ մի բան։
միշտ ինձ իմ ծնողները սովորեցրել են։ Մի անգամ կարող չլսես կամ չպատկերացնես, երկրորդից ավելը, որ ասում են ինչ-որ բան, չհասկանալը խնդիր է։ Ինչ որ մենք մի տարի ասում էինք, որ տոկոսները վճարում է Կարապետյանի երկրպանից վերջում հանձնաժողովի նախագահ ընդունեց, հիմա նույնն է։ Տնօրենների խորհրդի աշխատավարձը վճարում է Սամվել Կարապետյանը։ Որևէ ձևով սակագների մեջ չի մտնում, դա նույն բանն է, որ կանխիկ հանդիպ այդ մարդու։ Բացարձակ, այսինքն ստեղ եւս մանիպուլյացիա է։ Այս ամեն ինչը համադրելով կարող բացատրել Նարեկ Կարապետյան ինչ խոսի։ Եվ վերջին հաշվով Նարեկ Կարապետյանը չի, ես առաջովանց ասել եմ, ուժեղ եք, ճիշտ եք, մեզ հանցագործեք, ասում եք բանավեճ։ Մի տարի է գալիս։ Ղազինյան, այդ բանը Բոլորին դիմել եք խուսափում են։ Հիմա այս բաների մեջ ոչ մեկ կա, ոչ սիվիլ կա։ Մի տարի եմ վիճակ, չգիտեմ, պետք է դրանց հարցը։ Պարոն Ղազինյան, այդ դրվագը, որ խնդրեմ կմանրամասնեք, որ ասում եք պարոն Կարապետյանն էր աշխատավարձը տալիս, այսինքն դա մուտք էր լինում ընկերության հաշիվ։ Իր շահույթի հաշվին, վերջին հաշվով, ժողովուրդ, ինքը Հակաօրինական չի, դա ենք ուզում հասկանալ։ Ասում եք կարար քեշ էր տարել, ասում դա նույն բանն է։ Հա։ Այսինքն ես չեմ ասում արել է այդպիսի բան կամ պետք է աներ։ Նկատի ունեմ դա, տեսեք, հեծի օրինակ իմ աշխատավարձը որպես գլխավոր տնօրեն կամ այսօր ինչ որ ստանում է այդ կառավարիչը։ Այո, դա սակագնի մեջ է։ Այն գումարը որ մենք վճարում ենք այդ սակագնի մեջ մտած է։ Տնօրենների խորհրդի աշխատավարձը մտած չի սակագնի մեջ։ Նկատի ունեմ բեռը չի հանդիսանում մեր բոլորի հոսանքի վարձը։ Ինչ կա նա տնօրենի աշխատավարձը։ Գլխավոր։ Այո։ Եթե չեմ սխալվում, Եթե չեմ սխալվում, բանա, դուք Ես չեմ ստացել, չէ։ Ես եղել եմ իրացման տնօրեն, գլխավոր տնօրենի տեղակալ։ Հունիսի 23-ը, եթե չեմ սխալվում, մեկ ամսով եղել եմ ժամանակավոր պաշտոնակատար։ Ես այդ աշխատավարձը չեմ ստացել։ Կառավարիչը ստանում է ստաբիլ, հարցրեք թողած։ Դե մենք հաշվել Բայց 5 միլիոնի շրջանակներում։ Լիպարիկ Դրմեյանին դուք եք գործվել կառավարություն։ Դուք կանխագուշակել էիք տարիներ առաջ, որ պիտի նման գործընթաց սկսվի Լիպարիկ Դրմեյանին են գործվել կառավարություն։ Խելագարության կանխավարկածով առաջնորդվենք, ծննդատանը որ ծնվում էր, մենք արդեն ուտել ենք։ Չէ, իսկ երբ որ արդեն այս թեմաները բացվեց, Այսինքն ներողություն եմ խնդրում, ստացվում է, որ իշխանության համար, ով որ որոշում է արտահայտել օրինական կարծիք, որը հակասում է կառավարության ղեկավարի կարծիքին, համարում է քրեական ձի եւ երկրորդը։ Այստեղ շատ լուրջ խնդրեմ կա, ժողովուրդ։ Այսինքն կա անձ Հայաստանի Հանրապետությունում, որը օֆիցիալ, այսպես բոլորի աչքի առաջ հայտարարում է, որ ինքը օրենքից վեր է։